Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ գնդակոծության հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, սակայն տուժածներ չեն եղել։ Free News-ը այս առնչությամբ զրուցել է Խնածաղի վարչական ղեկավարի հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի, դա տարածքային պահանջներից հրաժարվելն է և ԵՀԿ Միսկի խմբի լուծարումը, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը։ Վարչապետը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել Դանիելյանի աշխատանքներին։ Երևանում նշվել է Եվրոպայի օրը, միջոցառմանը ներկա էր նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, որը փաստել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Հայաստանի ներքին գործերի նախարարն էլ կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը։ Հնդկաստան-Պակիստան սահմանին նոր ռազմական սրացում է արձանագրվել։ Պակիստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, ըստ որի երկիրը սկսել է լայնածավալ ռազմական գործողություն Հնդկաստանի դեմ։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են լիակատար հրադադարի մասին, այս մասին էլ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, օրվա միջազգային անցուդարձը։ Ըստ գլխավոր դատախազի, ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին փոխանցել ֆինանսների նախկին նախարար, պետնախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից գոյացած գումարի առյուծի բաժինը, շաբաթվա քրեական նորությունները։ Մայիսի 9-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդմամբ գնդակոծության հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, սակայն տուժածներ չեն եղել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կողմը կոչ է անում Ադրբեջանին հետաքննել տեղի ունեցածը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Free News-ը այս առնչությամբ զրուցել է Խնածաղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի հետ։ Կրակոցները ընդհանրապես տևում են մի քանի վայրկյան, տարբեր ժամերի, իսկ ընդհանուր վնասները անկանոն կրակոցներից այդ բաները իրանց այդ գնդակները գտնում են մարդկանց տանիք հատակում։ Կա մտահոգությունները միանշանակ դե մարդիկ են, որ այս ընդհանրապես ասի մտահոգությունը նրանով, որ այսքան երկար տևում, իրանք համեմատ իր առօրյա գործով իր ապրուստի միջոցները հայթայթելով ապրում են։ Իրենց որ ասեմ թիրախավորած այս բան չկա։ Անկանոն կրակոցների հետևանքով այդքան։ Սկսում է 10-20-ից 22-ից տենցելի։ Մի քանի վայրկյան ու տենց գնում 2-ից 4-ին տենցելի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդագրություն է տարածել, թե իբր մայիսի 10-ին ժամը 9:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նշենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։ Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ունի ակնկալիքներ, դա տարածքային պահանջներից հրաժարվելն է եւ ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարումը, ասել է Բայրամովը, հավելելով, որ կողմերի միջև շփումները դեռ շարունակվում են։ Այլ թեմաներ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը։ Վարչապետը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը, ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը։ Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը, գեղանկարիչը հեղինակել է տասնյակ կտավներ խուստուփի տեսարաններով, կապանյան բնապատկերներով և ազգային նատյուրմորտներ։ Այսուհետ թանգարանը բաց կլինի այցելուների համար մշտական ցուցադրությամբ։ Երևանում էլ նշվել է Եվրոպայի օրը, նախաձեռնության հեղինակը Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակն է։ Միջոցառմանը ներկա էր նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, որը փաստել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Դեսպանը թվել է այն հաջողված ծրագրերը, որոնք իրականացրել են հայ գործընկերների հետ։ Ներքին գործերի նախարարն էլ կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը։
Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակի նախաձեռնությամբ Երևանում կրկին նշվում է Եվրոպայի օրը, Եվրոպական միասնության եւ Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ 75 տարի առաջ 1950 թվականին Շումանի հռչակագրով Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն, հակամարտության եւ պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը, ապագան անցյալի փոխարեն, խաղաղությունը պատերազմի փոխարեն, միասնությունը պառակտման փոխարեն։ Հարաբերությունները խիստ այսպես ակտիվ փուլում են, մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը Հայաստանի կողքին այս դժվարին մարտահրավերներով լեցուն գործընթացում եւ փուլում կանգնելու համար, Հայաստանի սատարելու համար դեսպան Մարագոսը անշուշտ կնշի այն բոլոր միջոցառումները, որոնք Եվրամիությունը նախաձեռնում է Հայաստանին աջակցելու համար, նաև ինտենսիվորեն զարգանում են Հայաստանի եւ Եվրամիության անդամ մի շարք այլ պետությունների միջև հարաբերությունները, մասնավորապես Լիտվայի, Նիդերլանդների հետ այս տարի կնքվեց ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Եվրոպան տեսել է երկու աշխարհամարտ, երբեմնի հակառակորդներ Ֆրանսիան ու Գերմանիան ընտրեցին շատերին անհնարին թվացող խաղաղության ու գործակցության ճանապարհը։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով սա եւս մեկ անգամ փաստում է, որ Եվրոպան պայքարել եւ այսօր էլ շարունակում է պայքարել հանուն արժեքների, բարեկեցության, ազատության եւ գործակցության։ Եվրոպական միությունը հանձնառու է խաղաղությանը, գործընկերությանն ու գործակցությանը Եվրոպայում եւ անդին։ Եվրամիությունը հարմարվում է նոր իրողություններին, ամրապնդելով իր դիմակայությունը միության ներսում ու տարբեր ոլորտներում։ Անվտանգությունն ու պաշտպանությունը դրանցից են, բայց մեր ուշադրության կենտրոնում են նաև գլոբալ մարտահրավերները, մասնավորապես անցումը կանաչ կառավարմանը եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Այս առումով Հայաստանը նշանակալից դեր է ստանձնելու, հյուրընկալելով ՄԱԿ-ի կենսաբազմազանության գագաթնաժողովը 2026 թվականին։ ԵՄ դեսպանի խոսքով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Ըստ նրա հազվադեպ կարելի է տեսնել, որ Եվրամիությունն այսքան կարճ ժամանակահատվածում խորացնի կապերը որևէ երկրի հետ։ Եմեն Հայաստանում տեղակայել է իր քաղաքացիական առաքելությունը եւ երկարաձգել դրա մանդատը։ Մենք մեկնարկել ենք մուտքի արտոնագրերի վերաբերյալ երկխոսությունը Հայաստանի հետ։ Սա հստակ ազդակ է մեր բարեկամության խորացմանը։ Բացի այդ, առաջին անգամ Հայաստանին տրամադրվել է աջակցություն եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում։ Զգալիորեն ավելացվեց նաեւ ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթը։ Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունությանը, կապերի ամրապնդմանը, առևտրի եւ էներգետիկ ոլորտների ընդլայնմանն ու խթանմանը։ Այս ամենը կյանքի կոչելու համար ԵՄ-ն տրամադրել է 270 միլիոն եվրո։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ շնորհավորեց տոնի առթիվ, ապա հիշեցրեց 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որոնցում ասվում է, որ Հայաստանը հաստատակամ է Եվրամիության հետ բազմաշերտ գործակցության խորացմանը։ Ըստ նախարարի հետագա քայլերը փաստեցին, որ այս ուղղությամբ Երևանի կամքն ու վճռականությունն անփոփոխ են։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի թե ստորագրումը եւ թե նաեւ գործնական կիրառումը հենց շատ կարեւոր ուղենիշային քայլ է այս ճանապարհին, հաշվի առնելով դրանում ամրապնդված այն բոլոր սկզբունքները եւ այն բոլոր միջոցառումները, որոնք որ նախատեսված են։ Համաձայնագրի կիրարկման հարցում ես չափազանց կարեւորում եմ Եվրոպական միություն քաղաքացիական հասարակություն պլատֆորմի գոյությունը եւ նաեւ արդյունավետ գործունեությունը եւ պիտի փաստեմ Հայաստանի Հանրապետության վճռականությունը ճանապարհային քարտեզով նախատեսված բոլոր միջոցառումների ոչ թե կատարման, այլ արդյունավետ կատարման եւ հողի վրա շոշափելի արդյունքներ գրանցելու հարցում։ Ներքին գործերի նախարարը եւս կարևորեց վիզաների ազատականացման գործընթացը։ Նրա խոսքով այն իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության, ներդրումների, նոր կապերի եւ շփումների վրա։ Սա լավ առիթ է, լավ հնարավորություն է արժեքաբանական առումով փոփոխելու այն բոլոր ռազմավարական մոտեցումները, որոնք կարող են լինել ժողովրդավարական պետություններում։ Իշահ բնականաբար տվյալ երկրի ժողովրդի եւ տվյալ երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ստեղծման նաեւ եւ ինչու ոչ ապա նաեւ կայացման։ Եվ ես պիտի փաստեմ, որ Եվրոպական միության այդ վիզաների ազատականացումը թույլ պիտի տա նաեւ շատ ավելի կարեւոր նվաճում ունենալ մարդկային շփումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Եվրամիության քաղաքացիների միջև։ Ներկաները հույս հայտնեցին, որ այսուհետև Եվրոպայի օրը Հայաստանում կնշվի պետական մակարդակով։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
Բարեկո պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք Փաշինյանի այցից Ռուսաստանի Դաշնություն Մոսկվա, որտեղ նշվում էր հայրենական պատերազմի 80-ամյակը հաղթանակի, որտեղ իդեպ Հայաստանը ունեցել է, ինչպես իրենք են նշում եւ շատերն են նշում, 300,000 զոհ տվել է լավագույն մարշալներին, գեներալներին, որոնք իդեպ Արցախից են եւ շատ լավ գիտենք, որ Արցախը այժմ օկուպացված է եւ ցավալիորեն այնտեղ մեր զորախումբը ներկայացված չէր, այլ այբենական կարգով առաջինը Ադրբեջանն է քայլում, այն դեպքում, երբ այդ ժամանակ այդ նույն հատվածում Ադրբեջան պետություն որպես այդպեսին դեռ կայանում էր, չգիտեինք ովքեր էին դրան։ Ինչով է նախ պայմանավորված, որ չէր մասնակցում զորախումբը եւ շատերը նշում են, որ չպետք է գնալ, պետք է գնալ։ Արդյոք ճիշտ էլ գնալը եւ այդ տեսքով գնալը։ Խնդրեմ, ձեր ներկայացումը։ Ճիշտ է գնալը թե չէ, մենք որոշ ժամանակ անց կհասկանանք, որովհետև ի վերջո այն ինչ մենք տեսանք Ռուսաստանում, որևէ այլ կերպ, քան նվաստացում ես անվանել չեմ կարող, ընդ որում նվաստացում ոչ թե Նիկոլ Փաշինյան, նվաստացում Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության եւ այս իմաստով, եթե միայն բարոյական կողմը դիտարկենք, գնալ պետք չէր, բայց ինչու օրենանց հուսով եմ, որ մենք կիմանանք, ի վերջո պետք էր գնալ, թե պետք չէր գնալ, որովհետև գուցե Նիկոլ Փաշինյանը այնտեղ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոնք որոշակիորեն Հայաստանի Հանրապետության համար կարևոր են, օրինակ Հայաստանի ինքնիշխանության մակարդակի ավելացման հետ կապված։ Եթե դա այդպես է, ապա կարելի է ինչ-որ չափով այդ նվաստացումը համարել փոխհատուցված։ Ինչ վերաբերում է զորախմբին, ես կարծում եմ ընդհակառակը ճիշտ է եղել, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել, ներողություն, նախ այն պատճառով, որ ոչ բոլոր երկրներն էին, ոչ բոլոր 15 երկրներն էին այնտեղ ներկայացված, բացի այդ զորախումբը, որը մասնակցում է Կարմիր հրապարակում այսօր շքերթի, որոշակիորեն ասոցացվում է ռուսական բանակի հետ, իսկ ռուսական բանակը այսօր համարվում է ագրեսոր երկրի բանակ եւ մենք գիտենք, որ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա է իրականացրել եւ այդտեղ Հայաստանի զինվորների ներկայությունը նույնպես ռուսական բանակի կազմում ինչ-որ մի բան էր նշանակելու, թե ինչու է Ադրբեջանը մասնակցում, ես ճիշտ ասած կցանկանայի, որպեսզի ադրբեջանցիները պատասխանեին, բայց այն, որ ադրբեջանական զորախումբը այնտեղ էր եւ այն ներկայացվեց որպես ռուսական բանակի ինչ-որ մի մաս, ես չէի ցանկանա, որպեսզի դա Հայաստանի հետ էլ տեղի ունենար։ Ալիևը այնտեղ չէր զարմանալիորեն եւ Ալիևը գնացել էր իր տիկնոջ հետ օկուպացված Շուշի եւ այնտեղ շոուներ էր կազմակերպում։ Արդյոք Ռուսաստանը կների Ալիևի բացակայությունը եւ ինչով էր պայմանավորված, որ հենց Ալիևը չգնաց այնտեղ։ Ռուսաստանը այսօր այն վիճակում չէ, որպեսզի ների կամ չների Ալիևի բացակայությունը, առավել եւս Ադրբեջանի նկատմամբ, գուցե Հայաստանի նկատմամբ հաշվի առնելով Հայաստանի այսօրվա հնարավորությունները, Ռուսաստանը ինչ պատժիչ միջոցներ փորձեր ձեռնարկել, եթե Փաշինյանը չգնար, եւ հենց սա այն բենեֆիտներից մեկն է, որը կարելի է ասել Հայաստանը ստացավ ի պատասխան այն նվաստացման, որը մենք ունեցանք Ռուսաստանի կողմից, բայց Ադրբեջանին պատժել այսօր Ռուսաստանը չի կարող, ամենակարևորը եւ առաջնային այն պատճառով, որովհետեւ այսօրվա այն իրավիճակում, որում հայտնվել է Ռուսաստանը, Ադրբեջանը իր համար շատ կարևոր գործընկեր է, շատ կարևոր հնարավորություն է եւ Ադրբեջանին կորցնելը, եթե հանկարծ այդպիսի տեսականորեն ենթադրենք այդպիսի մի բան տեղի ունենա, Ռուսաստանի համար կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է տարանցիկ փոխադրման ուղիների մասին, մենք գիտենք, որ բազմաթիվ էներգակիրներ Ադրբեջանը արտահանում է տարբեր երկրներ, ադրբեջանականի անվան տակ, բայց դրանք ռուսական են, ադրբեջանական չեն։ Բացի այդ, Ադրբեջանը հնարավորություն է Ռուսաստանի համար շրջանցել փակված սահմանները հատկապես Եվրոպայի հետ, Ադրբեջանը հնարավորություն է ներմուծել ապրանքներ, որոնք նա չի կարողանում ուղիղ կերպով ներմուծել Եվրոպայից, այս ամենով Ռուսաստանը բավական մեծ կախվածություն ունի Ադրբեջանից։ Իհարկե հակառակն էլ կա, Ադրբեջանն էլ որոշակի կախվածություններ ունի Ռուսաստանից, բայց սա հնարավորություն է Ալիևի համար, օրինակ չմեկնել Մոսկվա։ Եվ ոչ միայն սա, այլ նաև շատ հետաքրքրական է, որ Ալիևը օգտվելով այս ամենից փորձում է իր առավելապաշտական նկարտումները առաջ տանել եւ շատ մոտ օրերս վերջերս տեղի ունեցավ մի ուշագրավ իրադարձություն, երբ պատրիարխը համայն Ռուսիո Կիրիլը այցելեց Բաքու եւ այնտեղ շքանշանների շքերթ սկսվեց, նույն Մեհրիբային, նույն Ալիևին եւ այլն եւ այլն։ Դա նույնպես մեսիջ է Հայաստանին, ինչպես դուք նշեցիք, նվաստացնող մեսիջ։ Չեմ կարծում, ես չէի կապի դա կոնկրետ Հայաստանի հետ, ինչու, որովհետև այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները դուրս են եկել Հայաստանին ուղղված ինչ-որ գործողությունների տրամաբանությունից։ Դուրս են եկել մեկ գլխավոր պատճառով եւ Ռուսաստանի համար եւ Ադրբեջանի համար, որովհետև 44 օրյա պատերազմից հետո Հայաստանի
ռեսուրսային հնարավորությունները, խոսքը չի վերաբերում հանքերին, խոսքը վերաբերում է Հայաստանի աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային եւ այլ ռեսուրսներին, հնարավորությունները գնահատվում են եւ Մոսկվայում եւ Բաքվում ոչ այնքան կարեւոր, որի համար Մոսկվան կամ Բաքուն պետք է Հայաստանին ինչ-որ հաղորդագրություններ ուղարկեն։ Տեսեք, մենք խոսում ենք այն մասին, որ Ռուսաստանի ազդեցությունը էականորեն նվազել է, բայց այն նվազել է Հայաստանում, այն Ադրբեջանի հետ փոխկապվածությունների առումով որոշակիորեն նույնիսկ ավելացել է ընդհանուր տարածաշրջանում, ոչ թե նվազել է։ Հաշվի առնելով հենց նույն մեր նշած կախվածությունը, որը կա Ռուսաստանից, Ադրբեջանից Ռուսաստանի համար կապված էներգակիրների արտահանման հետ, բայց դա ոչ միայն կախվածություն է, դա նաև ազդեցություն է, որովհետև այստեղ Ադրբեջանը որոշակի գումար է վաստակում։ Սա նշանակում է մեկ բան, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը այսօր փորձում են սիրաշահել մեկը մյուսին, բայց դա կապված չէ Հայաստանի հետ եւ Հայաստանին չեն փորձում դրանով ինչ-որ բան հասկացնել։ Շարունակելով թեման Ադրբեջանի մասով, նշենք, որ վերջերս պարզ դարձավ, որ Ադրբեջանում փակվեցին ՄԱԿ-ի բոլոր գրասենյակները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանություն, կանանց իրավունքներ եւ այլն եւ այլն։ Այս ամենով հանդերձ նույն ՄԱԿ-ը, երբ որ Արցախը հայաթափվեց, 30 տարի անց որոշեց, որ պետք է այցելի։ Այցելեց եւ կարծես ոչինչ բան չարձանագրեց, լուր հետևում էին, կոչեր էին հնչեցնում։ Այժմ Ադրբեջանը ՄԱԿ-ի հետ էսպես է վարվում։ Ինչ է կատարվում։ Ինչու է Ադրբեջանը այսքան անբռնազբոս դրսևորումներ իրականացնում։ Կատարվում է այն, ինչը հատուկ է անցումային ժամանակաշրջաններին։ Մենք այսօր ապրում ենք աշխարհակարգի վերափոխման ժամանակաշրջանում եւ այդ ժամանակաշրջանը չի նշանակում, որ մենք ինչ-որ մի տեղում կանգնած սպասում ենք ինչ-որ բան։ Մենք գտնվում ենք շարժման մեջ եւ այդ շարժման ժամանակամիջոցում շատ բաներ, որոնք երեք անհնար էին թվում, այսօր կարող են լինել իրական եւ հակառակը։ Այն հնարավորությունները, դռները, որոնք բացված են այսօր, վաղը կարող է այլևս չլինեն։ Եվ Ադրբեջանը այսպիսով իր քաղաքական խաղն է տանում, ինչքան էլ որ Ալիևը մեզ համար անընդունելի քաղաքական գործիչ է, սրիկա է մեկ այլ խոսքով, եթե բնութագրենք նրան, բայց նա խորամանկ սրիկա է, այսպես ասենք, եւ բավական լավ է կարողանում իր անձնական եւ Ադրբեջանի ընդհանուր շահերը առաջ տանել եւ պաշտպանել։ Օրինակ, նա կարողանում է երկիրը որոշակիորեն փակել ձեր նշած գործիքների միջոցով եւ հավանաբար այդ գործընթացը իրականացվում է իշխանության տրանզիտ իրականացնելու համար, տարանցում իրականացնելու համար իրենից հավանաբար իր որդուն, որովհետև կան այդպիսի մտայնություններ, որ փոխանցվելու է իշխանությունը իր որդուն։ Տեսեք, այստեղ որոշակիորեն փոփոխություն կա, սրա մասին կարծես թե չեն հիշում, նախկինում խոսում են այն մասին, որ կարող է Մեհրիբան Ալիևան դառնալ հաջորդ նախագահը, սակայն այս խոսակցությունները մարել են, այլևս դրա մասին ոչ ոք չի խոսում, դրա փոխարեն խոսակցություններ են գնում որդուն փոխանցելու մասին, եւ եթե Մեհրիբանին փոխանցելու դեպքում Ալիևը որոշակիորեն արտաքին լեգիտիմություն կարծես թե ուներ, որովհետեւ Մեհրիբանը որոշակի քաղաքական վարկ ուներ, ճանաչում ուներ, տեսեք, հենց դուք ասացիք, որ ինքն է ստացել շքանշան նաեւ Ալիևի կինն է ստացել, նաեւ Վատիկանում որոշակի ընդունելություն ուներ եւ այլն, ապա Իլհամ Ալիևի որդին ընդհանրապես անհայտ մարդ է աշխարհի համար եւ այդ փոխանցումը հորից որդուն իշխանության բավականին խնդրահարույց կարող է լինել եւ որpիսի նա կարողանա այս իրավիճակում ցնցումներից զերծ պահել եւ խնդիրներ չստեղծել, նա փորձում է Ադրբեջանը փակել, բայց այդ փակելը առանց փոխհատուցման նա չի անում, եկեք հիշենք, որ Չինաստանի հետ բավական ընդարձակ օրակարգ կա եւ այդ օրակարգը ներառում է թե Չինաստանից Ադրբեջան ներդրումներ, ընդ որում նաեւ Արցախ նախկինում Արցախի տարածքներ հանդիսացող տարածքներում ներդրումներ, ես գիտեմ օրինակ Քարվաճառում եւ Աղդամում որոշակի ներդրումային ծրագրերի մասին, թե տարանցիկ փոխադրումներ, որոնց համար Ադրբեջանը այլընտրանք չունի Չինաստանի համար, տեսեք, եթե նայենք աշխարհագրական առումով, մի կողմից Իրանն է, մի կողմից Ռուսաստանն է, որոնք երկուսն էլ խնդիրներ ունեն արևմուտքի հետ եւ դրանց արանքում միակ պետությունը Ադրբեջանն է, ի տարբերություն օրինակ Հայաստանի եւ Վրաստանի, որոնք մեկը մյուսին կարող են փոխարինել։ Ադրբեջանից կարող է Հայաստանով անցնել, Թուրքիայով անցնել, կարող է չմտնել Հայաստան եւ Թուրքիա, Վրաստանով սև ծովով անցնել, ապրանքներ, ծառայություններ եւ այլն։ Եվ Ադրբեջանը խաղում է այս գործոնի վրա, կարողանում է այդ իմ նշած երկրի փակելը փոխհատուցել Չինաստանի հետ հարաբերությունների ընդարձակմամբ։
Նաև շատ կարևոր մի իրադարձություն տեղի ունեցավ, աննախադեպ թույլ տվեք այսպես բնութագրել, Հագայի միջազգային դատանը Արցախի մշակութային բոլոր վայրերը ճանաչեց Հայաստանը որպես իրավահաջորդ։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ Արցախը օկուպացված է, Հայաստանը իրավունք ունի այդ մշակութային ժառանգության իրավահաջորդը լինել։ Ինչ է սա նշանակում։ Մի կողմից նույն միջազգային կառույցները աչք են փակում Ադրբեջանի վրա, մյուս կողմից այսպիսի կարծես փշրանքներ են շահ տալիս։ Ինչ է սա նշանակում։ Նորից պիտի հղում անենք աշխարհակարգի վերափոխման ժամանակաշրջանի վրա, տեսեք, միջազգային կառույցները համարյա բոլոր դեպքերում, եթե Մակեդոնիական խորհուրդը հաշվի չառնենք, չունեն գործիքակազմ ինչ-որ երկրի ստիպելու ինչ-որ բան անել։ Միակ գործիքակազմը ունի Մակեդոնիական խորհուրդը, որն էլ չի կարողանում որոշումներ ընդունել, ինչի համար, որովհետև չկա համաձայնություն 5 մշտական անդամների միջև։ Եվ այս իրավիճակում միջազգային կառույցները կարող են նմանատիպ արձագանքներ տալ ընդհանրապես տեղի ունեցող իրադարձություններին։ Քննադատել Ադրբեջանին եւ Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, սանկցիաներ մտցնել, պատժամիջոցներ մտցնել, սա մեկ բան է, որ միջազգային կառույցը անելու համար անհրաժեշտություն ունի իր բոլոր անդամների միջև համաձայնության եւ հետո պիտի այդ բոլոր անդամները պահպանեն դա։ Իսկ օրինակ, վերցնենք օրինակ Եվրամիությունը, նման կերպ վարվել չի կարող, ինչի համար, որովհետեւ Եվրամիության տարածքում կան առաջինը երկրներ, որոնք Ադրբեջանի հետ սերտ համագործակցություն ունեն եւ նույնիսկ Հունգարիայի դեպքում արգելափակում են Հայաստանին օգնությունը եւ երկրորդը տնտեսական շատ լուրջ կապվածություններ ունեցող երկրներ կան, օրինակ Իտալիան Ադրբեջանի հետ, որոնք օրինակ պատժամիջոցների սահմանման դեպքում իրենք են խնդիր ունենալու, ակնհայտ է, որ նրանք չեն համաձայնելու նման պատժամիջոցների կիրառմանը։ Իսկ նշված դեպքում սա այն հարցն է, որը որոշակիորեն մշակութային բարոյական հարթություն ունի եւ սա ավելի մեղմ է ընկալվում օրինակ նույն պետությունների կողմից եւ սա կարելի է օգտագործել Հայաստանին եւս այդպես կոպիտ ասած ճակերտում չնեղացնելու համար։ Հա, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այնտեղ հայկական հետքը ամենևին էլ գոյություն չունի, վերացված է, այս ամենը մի տեսակ կեղծ է հնչում։ Ես չէի համաձայնի, որ հայկական հետքը վերացված է, օրինակ Շուշիի ամենափրկիչ եկեղեցին վերացված չէ, այն որոշակիորեն վերափոխված է։ Վերափոխել են, դարձրել են անհասկանալի մի բան։ Կա այլ հատվածներում եւս իհարկե փոքր եկեղեցիները վերացվել են, դրա մասին ժամանակ առ ժամանակ լսում ենք, բայց բազմաթիվ են հայկական մշակութային ժառանգության կոթողները Արցախի տարածքում, սկսած Խաչքարերից եւ այլն, որոնց ինչ որ մի մասը պահպանվի։ Տեսեք 1915 թվականից հետո Թուրքիայի արևելյան շրջաններում բազմաթիվ տեղերում պահպանված կան օրինակ Խաչքարեր, որոնք դարձել են ինչ որ մեկի տան հիմքը կամ նման մի բան։ Այսինքն որոշակիորեն այդ ժառանգության կտորներ պահպանվում։ Բայց Հայաստանը իրավահաջորդը չի եւ Հայաստանը որևէ բան չի կարող անել։ Այս դեպքում հուսանք, որ ինչ որ ձևով Հայաստանը կկարողանա փրկել այդ ժառանգությունը։ Այո, քանի որ առաջին դեպքում իրավահաջորդը չէ, այստեղ իրավահաջորդը գուցե Հայաստանի հնարավորությունները այստեղ։ Շատ լավ, պարոն Ղևոնդյան, եւ փորձենք ամփոփել եւ նորից կրկին անդրադառնանք ամենասկզբի հատվածում, երբ որ Փաշինյանը մինչ Մոսկվա գնալը, նույնիսկ արդեն Մոսկվայում ուղերձ հղեց եւ ասաց, որ պատերազմ չի լինելու։ Նա շատ հստակ ասաց այդ մասին եւ Արարատ Միրզոյանն էլ հաղթանակի զբոսայգում նույնպես փոքրիկ մեսիջ հղեց, ասելով, որ շատ լավ նորություններ ենք սպասում։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Ես նշեմ, որ ի տարբերություն նրա, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը այս պահին Հայաստանին փաստացի հաղորդագրություններ ուղարկելու կարիք չունեն եւ չեն տեսնում, այդ հաղորդագրությունները եթե դրա կարիքը կա, լինում են շատ ավելի կոշտ ձևով, օրինակ փորձագետների մակարդակով կամ ամենաշատը արտաքին գործերի նախարար Ռուսաստանի դեպքում, Հայաստանը ընդհակառակը շատ մեծ կարիք ունի հաղորդագրություններ հղելու նույն Ռուսաստանի եւ նույն Ադրբեջանին եւ ես Փաշինյանի ելույթի այդ հատվածը այդպես եմ գնահատում, որ նա Մոսկվայում խոսեց դրա մասին, դրանով ցույց տալու, որ Հայաստանը հակված է խաղաղության եւ Հայաստանը թույլ չի տալու, որպեսզի հիբրիդային ձևով Հայաստանի նկատմամբ գործողություններ իրականացվեն։ Առաջին հերթին իհարկե դա Մոսկվային էր վերաբերում, բայց նաև որպես պրոքսի ուժ Ադրբեջանին էր վերաբերվում, Ռուսաստանի պրոքսի ուժ Ադրբեջանին էր վերաբերում եւ նույն տրամաբանության մեջ է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը։ Ես ընդհանուր առմամբ այս երկու հայտարարությունները կգնահատեմ որպես Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի վերահաստատում։ Բայց տեսեք, արդեն տարին կիսվում է, արդեն մի քանի ամիս, 5-6 ամիս անց, արդեն 2025-ն է անցել։ Մինչև 25 կհասցնենք այդ քան կարևոր սպասված փաստաթուղթը ստորագրել։ Դա կախված է նրանից, թե Ադրբեջանում ինչպես կգնահատեն դրանից ստացվող օգուտները եւ չստորագրելու դեպքում իրենց հնարավորությունները, որովհետեւ տեսեք, չստորագրելու դեպքում նրանք կարողանում են Հայաստանի նկատմամբ ճնշումների որոշակի գործիքակազմ օգտագործել, ստորագրելու դեպքում նրանք այդ գործիքակազմից զրկվելու են։ Եթե դրա փոխարեն նրանք տեսնեն, որ օգուտներ ունեն այլ ուղղություններով, թե դրանք որն են, հավանաբար Բաքվում ավելի լավ կմտածեն, ապա այդ ստորագրությունը
կլինի, այսինքն այստեղ խնդիրը այն չէ մենք կհասցնենք թե չենք հասցնի, այստեղ խնդիրն այն է թե որ պահին դա կլինի Ադրբեջանում, այդ գիտակցումը, որ իրենք օգուտներ ունեն, որ պահին կլինի, եթե դա լինի կարելի է նույնիսկ 1 ամիս հետո ստորագրել փաստաթուղթ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շարունակում ենք թողարկումը Հնդկաստան-Պակիստան սահմանին նոր ռազմական սրացում է արձանագրվել Պակիստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, ըստ որի երկիրը սկսել է լայնածավալ ռազմական գործողություն Հնդկաստանի դեմ։ Պակիստանը մեղադրում է Նյու Դելիին իր տարածքում հրթիռներ արձակելու մեջ։ Հնդկաստանն արձագանքել է նշելով, որ Պակիստանը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հարավային Ասիան կրկին հայտնվել է լուրջ ռազմական դիմակայության եզրին։ Պակիստանը պաշտոնապես հայտարարել է Հնդկաստանի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, մեղադրելով նրան իր տարածքում գտնվող 3 ռազմաօդային բազաների ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Իսլամաբադն այլընտրանք չունի։ Այս հակամարտությունը այլընտրանք չունի, մենք պետք է Հնդկաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսենք։ Այս պահին մենք այլ տարբերակ չունենք եւ պետք է նույն մետաղադրամով նրանց հատուցենք։ Պակիստանի զինված ուժերը հայտարարել են Բանյար ուր Մարսուս անվան լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին, որպես պատասխան Հնդկաստանի ագրեսիվ գործողություններին։ Պակիստանը պնդում է, որ ոչնչացրել է Հնդկաստանի Բրահմոս հրթիռների պահեստը եւ հարվածել է մի շարք ռազմաբազաների, այդ թվում Պաթանկոտում եւ Ռթամպուրում։ Միաժամանակ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Պակիստանը թիրախավորել է նաեւ քաղաքացիական օբյեկտներ, դպրոցներ եւ բժշկական կենտրոններ։ Մայիսի 10-ի առավոտյան Հնդկաստանի հոփամակարգերը խոցել են մի քանի զինված անօդաչու թռչոքսարքեր Ամրիցարի երկնքում։ Հնդկաստանի զինված ուժերը Պակիստանի գործողությունները որակել են որպես ինքնիշխանության խախտում եւ արձագանքել են համարժեք հակահարվածով։ Նշվել է նաեւ, որ Պակիստանի զորքերի տեղաշարժը սահմանին դիտվում է որպես հարձակման նախապատրաստություն։ India Today տվյալներով Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Պակիստանին թուրքական արտադրության անօդաչու սարքեր օգտագործելու մեջ։ Գնդապետ Սոֆիա Քուրեշին հայտնել է, որ հոփամակարգերը կանխել են 36 թիրախների վրա ուղղված լայնածավալ հարձակումը, խոցելով մեծ մասը։ Մենք խոցեցինք այդ անօդաչուները օգտագործելով ինչպես կինետիկ, այնպես էլ ոչ կինետիկ միջոցներ։ Հավանական նպատակը մեր հակաօդային պաշտպանության համակարգերի ստուգումն ու հետախուզական տվյալներ հավաքելն էր։ Այժմ անօդաչուների բեկորների փորձաքննություն է իրականացվում։ Նախնական զեկույցները ցույց են տալիս, որ անօդաչուները թուրքական արտադրության մոդելներ են։ Սրացման այս փուլը սկիզբ է առել դեռ ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել են Հնդկաստանի եւ Նեպալի քաղաքացիներ։ Նյու Դելին մեղադրել է Լաշքար-e-Թայբա խմբավորմանը եւ Պակիստանի հատուկ ծառայություններին, նշելով Իսլամաբադի ներգրավվածությունը։ Այս միջադեպը դարձել է հակամարտության էսկալացիայի առանցքային պահը։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունն ունի երկար պատմություն։ 1947-ից ի վեր նրանք 3 պատերազմ են մղել, որից 2-ը Քաշմիրի պատճառով։ Նոր մեկնարկած ռազմական գործողությունների վերաբերյալ էլ միջազգային արձագանքը չի ուշացել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ, կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Կոչ եմ անում գտնել լարվածությունը նվազեցնելու ուղիներ եւ առաջարկում եմ Միացյալ Նահանգների օգնությունը կառուցողական բանակցություններ սկսելու համար, որպեսզի կարողանանք խուսափել հետագա հակամարտությունից։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը եւս հայտնել է մտահոգություն Հնդկաստանի եւ Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ։ Չնայած միջազգային կոչերին, սահմանին իրավիճակը մնում է պայթյունավտանգ։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը իրականացրել է Սինդուր անունով հատուկ գործողություն, հարվածելով Պակիստանի եւ Քաշմիրի մի շարք ռազմական կետերին։ Հակամարտության այս փուլում արդեն խոսվում է շուրջ 50 զոհերի մասին, թե Հնդկաստանը, թե Պակիստանը շեշտում են իրենց ինքնապաշտպանության իրավունքը, սակայն միջազգային հանրությունը խորապես մտահոգված է երկու միջուկային տերությունների դիմակայության հնարավոր հետևանքներով։ Այս պահին ամենահույս ներշնչող ուղին դիվանագիտությունն է, սակայն մինչև դրան հասնելը Հնդկաստան-Պակիստան սահմանը մնում է տարածաշրջանի ամենավտանգավոր գիծը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Միացյալ Նահանգների միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը եւ Պակիստանը համաձայնել են լիակատար հրադադարի մասին, այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ կարծում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է երկու երկրների միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Նա նաեւ պատմել է եվրոպացի այլ առաջնորդների հետ Կիև կատարած այցի նպատակի մասին։ Մեր նպատակն է ցույց տալ Ուկրաինայի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միասնությունը։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք քննարկումներ սկսել, նշել է Մակրոնը։ Միջազգային այս եւ մյուս նորություններին առաջարկում ենք ծանոթանալ տեսաշարով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, նաև Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը եւ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև մասնակցելու կամավորների կոալիցիայի հանդիպմանը։ Առաջնորդները հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք եւ առանց պայմանների իրադադարի։ Նրանք վերահաստատել են աջակցությունը ԱՄՆ նախագահ Թրամփի խաղաղության համաձայնագրի կոչերին եւ հորդորել Ռուսաստանին դադարեցնել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին խոչընդոտելը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի իրականացման տեխնիկական հատվածը եւ պատրաստվել լիարժեք խաղաղության համաձայնագրի։ Երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նաեւ մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային։ Իրանը համաձայնել է շարունակել բանակցություններն ԱՄՆ-ի հետ միջուկային վիճահարույց ծրագրերի շուրջ հանդիպումների 4-րդ փուլը տեղի կունենա վաղը Օմանում, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, պնդելով, թե այդ հանդիպումներում առաջընթաց կա։ Ամերիկյան կողմից ըստ Reuters-ի հանդիպմանը կմասնակցի նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքովը։ Պատվիրակություններին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ բարձրացված հարցերը քննարկելու համար, սակայն կարևորն այն է, որ մենք առաջընթացի վրա ենք եւ աստիճանաբար մտնում ենք մանրամասների մեջ։ Իրանական լրատվամիջոցներին ասել է Արաղչին։ Չինաստանի փոխվարչապետ Հելի Պենգը Ժնևում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ, հաղորդում է Չինաստանի պետական Սինհուա լրատվական գործակալությունը։ Reuters-ը եւս հաստատում է այս լուրը հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Սա երկու գերտերությունների միջև առաջին հանդիպումն է շաբաթներ շարունակված լարվածությունից հետո, որը հանգեցրեց աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև ապրանքների ներմուծման մաքսատուրքերի 100%-ից ավելի բարձրացմանը։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը չեղարկել է Իսրայել այցը, որը ծրագրված էր հաջորդ շաբաթվա սկզբին։ Պենտագոնի ղեկավարը Իսրայելում պետք է լիներ մայիսի 12-ին։ Նախատեսված էր նրա հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի, նաև երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Սպիտակ տունն էլ հայտնել է, որ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ից 16-ն այցելելու է Մերձավոր Արևելք, այցի շրջանակներում լինելու է Սաուդյան Արաբիայում, Կատարում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Սի Ցզինփինը հանդես է եկել գլոբալ անվտանգության ընդհանուր համապարփակ համատեղ եւ կայուն հայեցակարգի օգտին, ընդգծելով բոլոր երկրների անվտանգության օրինական շահերի հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը։ Ճգնաժամի արմատական պատճառները պետք է վերացվեն։ Չինաստանը ողջունում է խաղաղ նախաձեռնությունները եւ հույս ունի, որ Մոսկվան ու Կիևը կարող են հասնել փոխընդունելի համաձայնության, ասել է Չինաստանի նախագահը։ Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների սկսել խաղաղ բանակցություններ եւ ձգտում է արդար եւ կայուն խաղաղության պայմանագրի։ Անդրադառնանք այլ թեմաների, ըստ գլխավոր դատախազի ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին փոխանցել ֆինանսների նախկին նախարար, ՏԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից գոյացած գումարի առյուծի բաժինը։ Հիշեցնենք, որ Խաչատրյանների առանձնատունն օտարվել է այս տարվա հունվարի 7-ին 36 միլիոն դոլարով։ Մինչև այդ 24 թվականի հուլիսին Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ հունիսին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ԱՄՆ շրջանային դատարան են ներկայացրել Ուիքի բռնագրավման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք եւ շատ չանցած դատարանի որոշմամբ համաձայնությունը հաստատվել է։ Անցնող շաբաթվա քրեական նորությունները։ Դատախազը դատարան է հանձնել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ հանցակցության փողերի լվացման համար մեղադրվողի քրեական վարույթը։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն եվրոն Մինասյանն ու նրա հանցակիցներն օրինականացրել են անշարժ գույք ձեռք բերելու եղանակով։ Այսպես ձեռք է բերվել նաև Շանթ հեռուստաընկերության 48% բաժնեմասը։ Սյունիքի նախկին մարզպետ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման գործերով վարչություն։ Վարչությունն են հրավիրվել նաև Պողոսյանի որդին եւ կինը։
Ձերբակալվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատված Արմեն Դանիելյանը ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Արմեն Դանիելյանից բացի բերման են ենթարկվել եւ ձերբակալվել նաեւ ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցներ։ Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարմարիկում 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դրանց մասնակցում է 100-ից ավելի փրկարարական ծառայող, այդ թվում ջրափրկարարներ եւ կինոլոգներ, նաեւ կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ եւ գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են նաեւ ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Հայաստանի քննչական կոմիտեն Երևանում չեզոքացրել է հանցավոր կազմակերպության մի մասնաճյուղի, որը հեռախոսային խարդախության միջոցով գումարներ է կորզել այլ երկրների քաղաքացիներից։ Այս կազմակերպության թիրախում են եղել եվրոպական երկրներում եւ Կանադայում բնակվող մեծահասակ քաղաքացիները, որոնք իրենց բանկային հաշիվներում ունեցել են առնվազն $1000։ Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Ձերբակալվածները մեղադրվում են հանցագործության դեպք թաքցնելու եւ այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իրանում գտնվող անձը առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 15 կիլոգրամ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս մասը առանձնապես խոշոր չափերով 4.3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար։ Պարզվել է, որ Գ.Ան եւ Ա.Մ.-ն փորձել են ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրամիջոցներից 95.43 գրամ մարիխուանա տեսակի եւ 96.43 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները, սակայն ճանապարհին ձերբակալվել են Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից։ Նույն օրը ԱԿ-ն եւ ՄՕ-ն Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով 4.3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը չեն կարողացել անցկացնել սահմանով, քանի որ ձերբակալվել են։ ԱԿ-ի եւ ՄՕ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, Գ.Ա.-ի եւ ԱՄ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քրեական ոստիկանության Երևանի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը համաձայնության գալով մի օտարերկրացու հետ մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց Հայաստանում իրացնելու նպատակով։ Տեղեկությունը ստուգվելուց հետո Մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում ձերբակալվել են 26-ամյա Էջմիածնեցի եւ նրա երկու համակարգացիներ 39 եւ 40 տարեկան տղամարդիկ։ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է զիփ փականով լծված ավելի քան 33 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով։ Նրա մոտ կար նաև մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։ Թողարկման ավարտին առաջարկում ենք ծանոթանալ նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։